Կառավարության դիմաց եք այս անգամ բողոքի լուր ակցիա կանայք են դիմացում կանգնած, ասել նաև ապրիլի 7-ն է խորհրդանշական օրով եք այստեղ։ Ապրիլի 7-ը որդի կորցրած մայրը չի կարող տոնել։ Մեր առաջին տիկինն ասում է, չէ, երջանիկ կին չեմ տեսել։ Իր մերկաներով երջանիկ կինը բանա, ինչա Եվրոպայում շոպինգներ անողներ են։ Այսքան շոպինգներ անողներ չեն։ Նրանք որդիների տեղը անհայտ մարդիկ են, որոնք պարզապես արդարացիորեն պահանջում են իրենց որդիներին, որոնք կարող են կառավարությունը ինչ-որ բան անել, բայց չի անում, չգիտեմ ինչու։ Դե կարող է ինչ-որ առաջերտին բան ինչա, ինչպես ասում են ականջը հետի վագացում այդ պահանջը, երկրորդ հերթին ձգտում է ամեն ձևով բան ինչա ծնողների վրա ճնշում գործադրել, որպես ծնողները ընդունեն, որ այդ երեխաները մեռած են, չկան։ Բայց շատերը գիտեն, որ այս որդիները բան ինչա ողջ առողջ են գտնում են թշնամու ձեռքում։ Ես նույնիսկ մտածում եմ, որ նրանք ոչ թե Ադրբեջանում, այլ Թուրքիայում են գտնում, որովհետև գոյությունն են լուրեր, որ բանում ինչա դեռևս 24 թվականին այնտեղ մեր հայ գերիներին նայող բանը ինչա մարդիկ ասել էին, որ շուտով իրենց ձեռքից վերցնելու են այդ վերահսկողությունը ու տալ թուրքերին։ Երևի թուրքերը նպատակահարմար են համարել վերցնել դա ընդհանրապես իմ կարծիքն է, դա այնպես չի որ դա ձև է։ Ու դրա համար այլևս երթում որ բան ինչա իմ մոտ հայ գերի չկա։ Ու դա մեր կառավարության ղեկավարը դարձրել է բան դրոշ, որ այլևս երթվալը ու վերջ։ Բայց եկեք չմոռանանք, YouTube-ում դուք անձամբ տեսել եք այդ բան, որ բանում ինչա այլևս Էրդողանը եւ Էրդողանի կինը գնացքով գնում են, ու այնտեղ Էրդողանի կինը այլևս հարցնում է. ձեր մոտ հայ գերիներ կա, այլ ասում է հա կա։ Աշխարհի շարած, ասում է դե կամաց բաց կթողես։ Դա էլ ասում է հա, հիմա էլ դարձել է այնպես, որ երթում է, որ հայ գերի իր մոտ չկա։ Դա իհարկե չի լինի, որովհետեւ մնացածների գլխին սարքել է գործ, որ ինչ-որ հանցագործություններ են արել, մարդեն սպանել, չգիտեմ Ադրբեջանի դեմ պատերազմ են սանձազերծել եւ այլը, այժմ նրանք սարքել են ձևի, որ բանը ինչա հանցագործներ են, ոչ թե հայ գերիներ։ Իսկ ինչպես են դրանք անում, դա կարող են իմանալ միայն դրա ձեռք ընկած մարդիկ։ Ծնողներից մեր այդ զրույցում նշում էին, որ ման են եկել 5 տարի, իրենց որդուն ոչ մի մասում օրինակ չեն գտել եւ վստահ են, որ այդ դեպքում ուրեմն ադրբեջանական բանտերում է։ Ճիշտ ասում։ Այդ թիվը օրինակ ձեր կարծիքով մեծ է։ Այո, իհարկե մեծ է։ Բայց ինչա, որովհետեւ պատերազմի սկզբից 6-7 հազարի բան ինչա մաշին էր գնում ժողովրդի բան ինչա թվականական այժմ Նոր ասեն ինտերվյու տվեց, այդտեղ որ իմացա, որ 3800 թիվ է շշտում։ Հա, չնայած 3800 թիվն ինչ-որտեղ կասկածելի է։ Որովհետև 15000 ադրբեջանական զոհի դիմաց 3800 լինել հնարավոր չի։ Ինչպես ուզում եք վերցրեք։ Թիվը ավելի մեծ է, որը չգիտեմ ինչ նպատակով թաքցնում է։ Նույնպես կորուստ ունեք, դրա համար եք այստեղ աջակցելու համար ձեր զրուցակցությունը։ Չէ, ես որդիներ չկա խորասերի միջա, արդեն ինչպես մնացածները, այնպես էլի մի 5-րդ տարին է, ոչ մի լուր չկա։ Որոշ տականքներ կա, բան ինչա YouTube-ներում, չգիտեմ, երևի ես մտածում եմ, որ դրանք ազգային անվտանգության ծառայության գործակալներ են, ոչ թե ծառայողներ, այլ գործակալներ, որոնք հատուկ այդ YouTube-ներում, բան ինչա, երբ գերիների մասը խոսք է գնում, տակը գրում են, որ գերիներին բան ինչ ասում են, որ ինչու են գնացել ու հանձնվել։ Մարդիկ եթե չգիտեք ինչպես են մարդիկ գերի վերցվել, գոնե ձեներդ կտրեք։ Բանը ինչա։ Այ գողական տաղաների միջոցով կապվել եմ Իսպանիայի հետ, ինչա, թուրքերի հետ ամիջապես վերահսկող, ինչպես է պատահել, զինվորի հետ են կապվել,
Ինչ ասած լուրի համաձայն իմ որդին աջ ջերքից վիրավորվել էր ու գերի ընկել։ Բայց այդ մարդ թուրքը ասում է, որ աջ ջերքը չէ, աջ մասը ամբողջությամբ գնդակոծված է։ Այժմ ասում է, բանում ինչա, հոսպիտալում բուժում են նրան, դե չգիտեմ։ Հետո իզից պահանջել են, որ $2000 բանը ինչա փող, բանարեք ինչա, ուղարկեք YouTube-ում այդ նկարը գցեք։ Հետո ազգային անվտանգության ծառայողները ասացին, ձեր բան չասես, չանես, նրանք խաբում են։ Ու հետևից գցեց բերեց, որ հա, ինչ է տալիս դա։ Ենթադրենք, թե բանում ինչա YouTube-ում գցեց, որ հա։ Վերջին անգամ երբ եք ձեր որդու հետ խոսել։ Վերջի անգամ հոկտեմբերի 15-ին խոսել է, բանը ինչա, իր ընկերոջ հետ։ Անձամբ իմ հետ խոսել է հոկտեմբերի սկզբերին ասել է խոսել եմ, որպես իմանաս, որ ողջ առողջ եմ։ Ու ասել եմ շնորհակալություն ձեր ինչա կապը։ Նրանից հետո կապը կատարվել է, գնացել է թութակներ ու թութակներում այդպես էլ հետքը չի երևում։ Հետը կարող տղաները դուրս են եկել, վկայում են, որ իրենք տեսել են, որ ընկել է ու նույնիսկ մեկը ասում է, որ բան ինչա, ոնց որ սպանվել է։ Հետո ինչ այդ ասողը ինքը գնացել է, բան ինչա, այդ փնտրման աշխատանքներին, ասում է այնտեղ, որտեղ պիտի ընկածներ չկա։ Հետո ինչ որ մեկը, չգիտեմ ով, տեսել է, որովհետև հետ կորցրել եմ ով, ասում է տեսել ենք, որ այդ տողում վերջերած տանում են թուրքերը։ Ու հետքը ոնց է կորել, այդ պատմող տղեն ինքը զոհվել է կառում, կնոջ է պատմել, իմ լսածի համաձայն գիտնել անցել է Վարաստան։ Դե Վարաստանում գտնելը արդեն դժվար է, որպես իմանանք։ Հետո իմաստ էլ չկա, դա ճիշտ է թե ոչ, դե ասելու է ենթադրենք այդ մարդը ասել, ինչ։ Ազգային ժողովում բազմաթիվ հանդիպումներ է լինում, օրինակ Անդրանիկ Քոչյանի դերվերջի հանդիպումը, ձեզ բավարարում են իր պատասխանները կամ ինչ-որ բան ստանում եք այդ հանդիպումներից։ Ես կասեի ոչ մի արժեք ունեցող պատասխան չենք ստացել։ Անդրանիկ Քոչարյանին ինչ պատասխան է տվել որ։ Հա։ Տեսնում ես ինչ խմիչից աղա։ Հա, իհարկե չի տվել։ Եթե տվածներ, սպառիչ պատասխան տվածներ, այս Եվրոպայից մենք այստեղ չէինք լինի։ Հա, ազգային ժողովում էլ չգիտեմ խին է ձևանում։ Իբր ձև են տալիս, որ տեսեք, փակ քննարկումներ են կազմակերպում, բայց արդյունքում ոչ մի բան։ Հա։ Ես պարզապես մնում եմ զարմացած այս մարդկանց անտարբերության վրա։ Ախր ջեր տարած քաղաքականությունը գնում է այնպես, որ մի քանի ամիս հետո երևի թուրքը մեծ հաջողությամբ կլինի այստեղ։ Ես այս ժամանակ կտեսնեմ ձեր վիճակը, մենք գոնե տեղ ունենք հավաքվելու մեր լուր բողոք ասելու, ձեր բողոքելու տեղը չեք ունենա։ Հա։ Արցախի ինչա առանձնատնտեսական իշխանության ձերբակալություն նաև իրենց է սպասում։ Հա, նրանք չեն մտածում այդքանը։ Հա, ժամանակ այդ կառավարությունը ամբողջ կազմամբ կգնան այնտեղ։ Հա, կգնան պատասխանը կտան։ Այն որ ղարաբաղցիները մեղադրում են, որ Ղարաբաղի ամբողջ ունեցվածքը վերցրել թալանելն է դրա համար, ոսկին թալանելն է դրա գինն են պահանջում։ Հա, 5 միլիարդ հիմա պահանջում են, 5 միլիարդ, 50 միլիարդ։ 50 միլիարդ որտե՞ղ է պիտի տա։